9000, 10000, 11000 Ես ասեցի այն արժեքները, որով կներմուծենք նմանատիպ Nissan Rogue։ Այս երեքն էլ ունեն նույն 2.5 լիտր հասարակ շարժիչը ու 170 ձիավը։ Իսկ ինչու են գները տարբեր։ Ասեմ, առաջին Nissan Rogue S կոմպլեկտացիա։ Կներմուծենք մոտ $9000։ Ամենաբազային տարբերակն է, բայց ունի BSM համակարգ, գծերի ճանաչում, Adaptive Cruise Control։ Սակայն չկան լավ անվահեցեր, սրահը կտոր է, հա, ու մեքենան շարժի են գցում բանալիով։ Մեքենան շարժի են գցում բանալիով ու շպիլկով։ Ավելացնում ես ընդամենը $1000, հա, $10000 ու կներմուծենք նմանատիպ միջին SV կոմպլեկտացիան։ Արդյունքում հավելյալ կստանաս բեսկլիչևոյ դոստուպ, գեղեցիկ անվահեցեր, էլեկտրակառավարվող տաքացող նստատեղեր, հա ու մեքենան շարժի կգցես ստարտ-ստոպ համակարգով։ Էդ էլա քիչ, հա, էլի ավելացնում ես $1000 ու հա, $11000-ով ներմուծում ենք նմանատիպ ամենաագեցած SL կոմպլեկտացիա։ Հավելյալ կունենաս ավելի գեղեցիկ անվահեցեր, կաշվե նստատեղեր իրենց հիշողության ռեժիմներով, ղեկի տաքացում, Bose audio համակարգ, հա ու երբեմն պանորամային տանիք։ Երեքից էլ կարող եք ներմուծել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ տարբերակով առանց կանխավճարի։ Իսկ այս երեք մեքենան ներմուծել ենք մենք, նորոգել ենք մենք ու հա, էլի վաճառում ենք մենք։ Բնականաբար այլ գնով։ Կանխիկ թե ապառիկ, էական չէ։ Լուծումը պարզ է։ Արիսիեմ Shipping։